Անունով և որդվո և ողույս տրկո ամեն, ով համբերես է իսպար, նա կերց է, ով մինչև վերջ համբերի, նա է, որ կապրի։ Այսօրվա ավետարանական ընթերցումը, որտեղ մի փոքրիկ առակ խոսեց Քրիստոս, վերաբերում էր մի թզենուայը, որը 3 տարի պտուղ չէր տալիս և Տերը հորդորում է այգեպանին, թե կտրիր, որովհետև իզուր Տերը զբաղեցնում է մեր հողատարածքը և այգեպանը խնդրում է Տեր, թույլ տուր ևս 1 տարի փխեցնեն ծառի պարարտացնեն էտեն ծառը, որպեսզի մի տարի հետո պտուղ տա, եթե չտվեց, կտրելը կա ու կա։ Այսինքն համբերության քարոզ է այստեղ և համբերության ամենամեծ սահմանումը, որ տվել է, դա Հակոբոս առաքյալն է իր ընթանական թղթում տվել։ Նեղությունների ժամանակ մենք ձեռք ենք բերում հավատքի փորձառություն։ Հավատքի փորձառությունը ծնում է համբերություն, որը կատարյալ գործ է և բազում պտուղներ է տալիս։ Համբերությունը դա ամենամեծ առաքինությունն է, որտեղ չկա համբերություն, չկա և առաքինություն։ Եվ ինչպես տունը կամ եկեղեցին կանգնած է սյուների վրա, այդպես էլ համբերությունը վեր է պահում բոլոր առաքինությունները։ Նա գավազան է ծերում ձեռքին, նա զենք է զինվորի բազուկներում և համբերությամբ է, որ մենք կարողանում ենք հաղթահարել սատանայի բոլոր մեքենայություններն ու հնարավորները։ Աստծո զորությամբ համբերիր և Տերը քեզ օգնի, ահա իմաստունի խրատը, որ ուղղված է մեզ։ Համբերությունը ծնում է նաև սեր։ Երբեք ոչ մի պարագայում մի շտապի վրեժ լուծել թշնամուց, այլ համբերիր և Տերը աջակից մարտակից կլինի քեզ։ Սողոմոն արքայի խրատն է ուղղված մեզ։ Եթե համբերով լինես, Աստված կլսի քո աղոթքները։ Եվ վերջապես համբերությունը մեզ տանում է դեպի երկնքի արքայություն։ Քրիստոսի խոսքերը, թե ով մինչև վերջ համբերին նա և կապի, և թե ձեր համբերության ստաշջիկ զոհուզել, այսինքն ձեր համբերության վերցնիկ ստանալ ձեր ոգի։ Եվ համբերության մեջ մի գաղտնիք կա, ով համբերող է, տեսնում է անհամբերների վախճանը։ Մարգարեն պարզ խոսում է, պահիր պատվիրանները, համբերող եղիր, կժառանգես երկիրը, մեծ պատիվների կարժանանաս և կտեսնես մեղավորների կորուստը։ Համբերությունը մարդուն դարձնում է աստվածանման, բայց որպեսզի հասնենք այդ մեծագույն առաքինությանը, պետք է հրաժարվենք կրքերից, զսպենք մեր ցանկությունները, ցասումը, բարկությունը, սրտ մտությունը, այսինքն զինվենք իմաստությամբ։ Եվ դրա համար եկեք մեր սուրբ երանելի ներսես կլայեցու շնորհալու աղոթքով հավաքենք մեր քարոզը։ Իմաստություն, Հոր Հիսուս, տուր ինձ իմաստություն զբաղեցնել և խոսել և գործել առաջիկա ամենայնժամ, իչար խորհրդոցի բանձի գործոց պերկյասիս և որ միակ վարածոցի ինձ բազմաներիս։ Ամեն։ Եվ կուրվես համարցակազայն բարբարով վնարս վերանասներ, դարպարս կեջեննավոր